Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում Ալեն Սիմոնյանի դիրքերի թուլացման մասին խոսակցությունները երեկ ստացան հերթական դրսևորումը։ Իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոններում։ Խոսքը Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի եւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի մասին է։ Առաջինի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ-ն ընտրեց Զարուհի Բաթոյանին, երկրորդում Տեր-Դավթ Սարգսյանին։ Հատկանշական է, որ ընտրված թեկնածուներից ոչ մեկ կուսակցության վարչության անդամ չէ, մինչդեռ Հասմիկ Հակոբյանը վարչության անդամ է եւ համարվում է Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկը։ Ազգային ժողովի դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ոչ ՔՊ վարչության նիստին, ոչ էլ քվեարկություններին, նա արտերկրում հանգստանում է։ Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ երեկվա քվեարկությունները պատահական չէին եւ փաստացի խորհրդանշեցին Սիմոնյանի ներկուսակցական ազդեցության նվազմանը։ Նույն աղբյուրների գնահատմամբ նրա քաղաքական մեկուսացման գործընթացում առանցքային դեր են ունեցել 3 կանայք՝ օգնականից խորհրդական դարձած Աշխեն Հայրապետյանը, որը հայտնի է իբրև Սիմոնյանի արթուք անող, նախկին օգնական, այժմ падգամավոր եւ ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի լրատվության վարչության պետ Հովիկ Աղազարյանի նախկին օգնական Լաուրա Անտոնյանը։ Իդեպ օրերս նրանք միասին հանգստանում էին Իտալիայում։ Ըստ ՔՊ-ական մեր զրուցակիցների, հենց այս եռյակն է տարիներ շարունակ ձևավորել Ալեն Սիմոնյանի ամենամերձավ շրջապատը, վերահսկելով նրա հանդիպումները, սահմանափակելով բազմաթիվ շփումներ եւ տարբեր խարդավանքների միջոցով հեռու պահելով շատերին Սիմոնյանից։ Արդյունքում, ըստ աղբյուրների, Սիմոնյանի հարաբերությունները լարվել են թե կուսակցության ներսում, թե դրանից դուրս, իսկ երբ ստեղծվել է հարմար քաղաքական իրավիճակ, տարիներով կուտակված դժգոհությունները միանգամից դուրս են եկել առաջին պլան։ Ժողովուրդ օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ-ի մի շարք ներկայացուցիչներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Սիմոնյանի գործունեությանը վերագրող փաստեր եւ նյութերի փաթեթներ, որտեղ ներառված են եղել կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության, կլանային համակարգ ձևավորելու, ինչպես նաեւ գործընկերների նկատմամբ վերաբերմունքին առնչվող տարբեր տեղեկություններ։ Այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել։ ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ վարչապետ Փաշինյանը, հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները, չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ, իսկ նրանց շրջանակը բավականին լայն է եղել։ Ըստ այդմ, Ալեն Սիմոնյանի դեմ աշխատած եւ նրա գործունեությունից դժգոհած ՔՊ-ականների ցանկում են եղել ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ջուլիետտա Ազարյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հերիկ Նաստիգրանյանը, Մխիթար Հայրապետյանը եւ Հայկ Ցիրունյանը։ Միաժամանակ հարկ է նշել, որ վերոնշյալ անձանցից որևէ մեկը հրապարակային չի հաստատել այս տեղեկությունները։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Ալեն Սիմոնյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքի հայտարարագրերի, ինչպես նաեւ հնարավոր շահերի բախումների վերաբերյալ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել վարչապետի քաղաքական գնահատականների ձևավորման վրա։ Թեև պաշտոնական մակարդակով Փաշինյանը հայտարարել է, որ միայն Ալեն Սիմոնյանը կմնա քաղաքական կապիտալ, իսկ նրա հետագա դերակատարումը դեռ կորոշվի, երեկվա զարգացումները ՔՊ-ում շատերի կողմից գնահատվում են որպես հերթական ազդակ, որ Ազգային ժողովի նախագահի քաղաքական ազդեցությունն իշխող թիմում այլևս նախկինը չէ։